Ինչ էին ման գալիս, կարող ասեք թե չէ։ Խոսքը գնում էր էլեկտրոնային կրիչների մասին էր խոսքը գնում, փաստաթղթերի մասին էր խոսքը գնում, խոսքը գնում էր այնպիսի փաստաթղթերի եւ էլեկտրոնային կրիչների, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունեցող ինչ-որ տեղեկություններ պարունակեն, sense համառոտ ասեմ, որպեսզի դուք նաեւ պատկերացում ունենաք, խոսքը գնում է նախկինում պաշտոնական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման, Ես ավարտեմ, փաստական հանգամանքները ամբողջ չեմ կարող բացահայտեմ նախաքննական գաղտնիքից ելնելով, բայց համառոտ հետևելն է։ Փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում, ապօրինի ձեռնարկատիրություն եւ այդ բոլոր գործողությունների արդյունքում այնպիսի փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ կամ այլ փաստաթղթեր, որտեղ որ կարող են ինչ-որ սղագրումներ իրենց մեջ պարունակեն, որոնք որ վկայում են եւ խոսքը գնում է ապօրինի ծագում ունեցող գույքի մասին։ Հիմա ձեզ ամբողջությամբ այդ իմաստով ներկայացնեմ հետեւելը։ Խուզարկությամբ ինչ որ հայտնաբերվել է, նախ ապօրինի ծագում ունեցող որևէ հատկանիշ չի պարունակում, հիմնականում հուշանվեր կամ ինչ որ այնպիսի առարկաներ, որոնք որ որևէ աղերս չեն կարող ունենալ գործի փաստական հանգամանքների հետ։ Սակայն միգուցե հարցը առաջանա, ինչ են այդ դեպքում այդ առարկաները վերցվել։ Պատասխանը շատ ընդհանրական է այդ մասով, որը որ տալիս է վարորդ իրականացնող մարմինը, դե քննություն կատարենք, պարզենք սա ինչի հետ է կապված։ Ավելին ասեմ, նույնիսկ առերևույթության մակարդակում երևում է այս առարկան, դրա պատկանելիությունը եւ այլն, այսինքն նույնիսկ քննություն կատարելու, որպես այդպիսի կանոնաժշտություն չկա, որպեսզի հասկանան այս առարկան ինչ որ աղերս կարա ունենա այն հանգամանքների հետ, որ ես քիչ առաջ նշեցի։ Պարոն Ալեքսանյան, բայց ձերբակալված անձի մասին է նշվում, տեղյակ եք ովքեր են, բացի երկրորդ նախագահը եւ ավագ որդին։ Չէ, անկեղծ ասած մենք խուզարկության ենք մասնակցում, ինչ որ տեղյակ ենք մամուլից, որովե մեկնաբանություն այս մասով չեմ կարող ասել։ Ես ընդհանրապես մի բան ֆիքսեմ, տեսեք, ըստ էության բոլորի համար հայտնի է, որ պարոն Լևոն Քոչարյանը հանդիսանում է ԱԺ պատգամավոր։ Հետևաբար այստեղ պետք է մենք վերհանենք հետևյալ հարցը, թե առհասարակ այս խուզարկությունը եթե անօրինական է, ինչու է անօրինական կամ օրինաչափը, թե առհասարակ օրինաչափ չի։ Պատասխանը շատ ակնհայտ է, օրինաչափ չի, որտեղ ըստ էության Լևոն Քոչարյանը հանդիսանալով ԱԺ պատգամավոր օժտված է անձեռնամխելիությամբ։ Իսկ պատգամավորի անձեռնամխելիությունը կարող է հաղթահարվել ոչ միայն անազատության հետ չկապված կամ կապված որևէ գործողության կատարման, այլ նաև փաստացի քրեական հետապնդման իրականացման առումով։ Հիմա տեսեք, դե յուրը Լևոն Քոչարյանը չունի որևէ կարգավիճակ, բայց դե ֆակտո ունի կարգավիճակ, ունի մեղադրյալի դե ֆակտո կարգավիճակ, որտեղ ըստ էության խուզարկության կատարումը ենթադրում է որոնողական գործողությունների կատարում, ինչը ենթադրում է դրանց արդյունքում հանցագործության հատկանիշների հայտնաբերման վերաբերյալ։ Այսինքն ըստ էության այս խուզարկությամբ փորձում էին հասկանալ Լևոն Քոչարյանը ապօրինի ծագում ունեցող ինչ-որ գույք, դրամական միջոցներ կամ այլ միավորներ բնակարանում պահումը թե ոչ, այսինքն մերկացնող հանցանքի կատարման մեջ մերկացնող ըստ էության գործողություններ են կատարվել։ Իսկ եթե կա գործողություններ, որոնք որ մերկացնում են անձի այս կամ այն հանցանքի կատարման մեջ, այսինքն վերջինիս արդեն իսկ փաստացի կասկածում են եւ մեղադրում են ինչ-որ արարքի կատարման մասով։ Սա ենթադրում է, որ սա փաստացի քրեական հետապնդում է, ինչից հետեւություն, որ փաստացի քրեական հետապնդման պարագայում գլխավոր դատախազը պետք է գար ազգային ժողով համապատասխան միջնորդագիր ներկայացներ անձեռնամխելիության հաղթահարման, որպեսզի նաև հենց փաստացի քրեական հետապնդում սկսելու թույլտվություն ստանար։ Հաշվի առնելով ընթացքը հետագային կարելի է ակնկալել, որ դատախազությունը կդիմի այդ քայլերին։ Դե ոչինչ պետք չի բացառել եւ ոչինչի կարծում եմ տենց վրա պետք չի զարմանալ, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մենք փաստացի ունենք մի իրավիճակ, որ այդ գործողությունը արդեն իսկ պետք է կատարվեր, մինչեւ այս բնակարան գալը եւ այս գործողություն կատարելը, գլխավոր դատախազը արդեն պետք է լիներ ԱԺ-ում եւ դրա վերաբերյալ համապատասխան թույլտվություն ստանար։ Մի կարևոր խուզարկությունը ապօրինի է եղել։ Այո։ Ապօրինի է խուզարկությունը ոչ միայն այս հիմքով, սա ամենակարծես թե կարևոր հիմքն է, շատ ուղենիշային հիմքն է, բայց բնականաբար կան Սա մեկ այլ առհասարակ երևույթ է։ Բնականաբար խուզարկությունը կատարման ընթացքի վերաբերյալ որպես այնպիսի ինչ-որ ագրեսիվ գործողություններ չեն կատարվել, պետք է հանուն արդարության սրա մասին նշեմ, բայց պետք է նաև հաշվի առնենք հետևյալ իրավիճակը, որ Լևոն Քոչարյանի 1 մանկահաս եւ 2 անչափահաս երեխաները գտնվում էին տանը։ Ես կարծում եմ, որ նման այսպես ասած դիմակավորված անձանց օժանդակությամբ եւ միջոցով այս գործողության կատարման անհրաժեշտությունը առհասարակ չկար։